Սևան ազգային պարկի ափին կառուցված առանձնատան շուրջ ծավալվող քրեական սկանդալը հասել է խորհրդարան։ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և քարտուղար Արծվիկ Մինասյանի դեմ, մեղադրելով նրանց պետական սեփականություն հանդիսացող հողի ապօրինի զավթման, կաշառակերության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը քրեական վարույթն ու դատախազի միջնորդությունը քաղաքական շոու է անվանում։ Հանրության հրամցնում են թեմաներ, որոնց շուրջ կգնան հանրության քննարկումներ, իրեն ելույթներ կունենան եւ հանրության ուշադրությունը կշեղեն շատ կարևոր հիմնահարցերից, որ այսօր մեր որպես մարտահրավեր մեր երկրի առաջ կանգնած է։ Հենց այդ օրը բոլորս հիշում ենք Նիկոլ Փաշինյանի հիստերիկ պահվածքը, իր այդ վարքագիծը եւ այնտեղ համալից բացի նաեւ սպառնալիքներ, այ դուք կտեսնեք, դուք պետք է հայտնվեք այստեղ եւ բնականաբար հրահանգ է իջել։ Հրահանգ է իջել, որ անպայման պետք է գործ հարուցելու գործը սկսել։ Հայաստան խմբակցության մեկ այլ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գործընթացը համարում է ընդդիմությանը լռեցնելու փորձ։ Դրանք ապօրինի քրեական գործեր են, որոնք Սեյրան Օհանյանի դեպքում առաջինները չեն, Արծվիկ Մինասյանի դեպքում նորություն է եւ մաս է կազմում ընդհանրապես պետական ինստիտուտների, ազգային ինստիտուտների, ընդդիմադիրներին լռեցնելու, շանտաժի ենթարկելու, ամենքեթ հանրային քաղաքական օրակարգը դիսկուրսը սեփական սխալների շեղելու։ Քրիստինե Վարդանյանի խոսքով միջնորդության ելքը չի տարբերվի մինչ այժմ տեսած պատկերից։ Քաղաքացիական պայմանագիրը, որքան էլ անհամաձայն է լինում կամ հարցեր է ունենում անգամ մեկ ելույթներով էլ արտահայտում է այդ հարցերը, վերջում գնում է եւ կողմ է քվեարկում բոլոր միջնորդություններին, որոնք Նիկոլ Փաշինյանի նախկին օգնականը ներկայացրել է ազգային ժողով։ Կարծում եմ, որքան մոտենան 2026 թվականի ընտրությունները, այնքան նման միջնորդություններն ենք ավելի շատ տեսնելու, նման դիպվածներն ենք ավելի շատ հանդիպելու մեր առօրյայում։ Արծվիկ Մինասյանը մեղադրվում է ոչ թե համաձայնություն տալու, այլ անթույլատրելիությունը չտեսնելու մեջ։ Նա իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել այս գործը համարելով քաղաքական հետապնդում։ Իմ դեմ հարուցված ապօրինի քրեական գործը ոչ միայն հանրությանը մատուցվող հերթական շոուն է, այլև վկայում է Հայաստանը զավթած ռեժիմի, իշխանությունը կորցնելու վախերի մասին։ Սեյրան Օհանյանը գրել է, որ Փաշինյանն ու այլևը գործում են համադրված, ապահովելով Բաքվում եւ Երևանում բեմադրված էժանագին շոուներ։ Ակնհայտ է, որ սրանց հիմնական նպատակը հանրության ուշադրության շեղումն է իրենց իսկ ձեռամբ ստեղծված հայոց պետականությանը սպառնացող վտանգներից։ Խորհրդարանի նախագահը համաձայնություն է տվել գլխավոր դատախազի միջնորդությանը։ Սպասվում է, որ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական վարույթ սկսելու հարցը Աննա Վարդապետյանը ազգային ժողովին կներկայացնի առաջիկա նիստերից մեկում։ Աննա Հարությունյան, Րիոփն մեդիա։